Քաղաքական էլիտան ու պետական ծառայողները վաղ առավոտից մարզահամերգային համալիր են շտապում։ Քաղաքացիական պայմանագրի անդամները, կառավարության և ուժային կառույցների ներկայացուցիչները ներկայանում են մեծ հավաքի։ Մարդիկ նաև մարզերից ավտոբուսներով են եկել մասնակցելու միջոցառմանը։ Ասում են, իրենց մասնակցությունը պարտադրված չէ։ Կանչել են, եկել են։ 120 հոգանոց ընկերություն են, կազմակերպություն են, ավելի շուտ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը, այսօր ստեղ ներկայ է ընդամենը 50 հոգի մարդ, հետևաբար ձեր հարցի պատասխանը այդ թվերի մեջ փնտրեք, 50 հոգանոց պարտադրանք չի լինում 120 հոգու մեջ։ Արդյոք Մեսրոպ Մեսրոպյանը կիսում է Նիկոլ Փաշինյանի Հայաստանը 4-րդ հանրապետություն հռչակելու գաղափարը։ Ավելի վաղ էին լուրեր տարածվել, որ այս թեմայով է լինելու համաժողովը։ Շատ քաղաքական հարց եք տալիս, հարգելի լրագրող, ես այտենց կաշկանդված եմ նաև իմ պաշտոնի անձնագրով նման հարցերի պատասխանելու, կլսեմ, կհասկանամ, որպես ՀՀ քաղաքացի կարծիքս կկազմեմ, բայց այս պահին այդ մասով տեղեկացված չեմ, միգուցե եթե խոսում են, եթե առաջարկում են, կա դրա երևի օբյեկտիվ անհրաժեշտությունը, պետք է մենք հասկանանք, էլի մինչև վերջ։ Իշխող թիմը մինչև վերջին պահն էր պահում ինտրիգը, թե ինչու եւ ինչ թեմայով են որոշել բազմամարդ հավաք անել։ Նախընտրական սա բնույթ է գրում այս հավաքը։ Նիկոլ Փաշինյանը ինչու է բոլորին ԿՊ-ից հավաքում եւ ասել է, որ մի մարդու նման պետք է ներկայացնել։ Առաջի հավաքչի մի մարդու նման ասելն է դրանից եմ լսում։ Բայց նշեցին, որ նմանատիպ առաջին հավաքն է։ Ես ելեմ ներկա եղել։ Արարատի մարզպետը եւս դիտարկում չունի անկլավի անուն ստացած Տիգրանաշենի մասին հարցը հունից հանում է պաշտոնյային։ Եթե Տիգրանաշենի փոխանակման հարց բարձրացվի, ձեր արձագանքը որը կլինի։ Ոնց որ կինո նկարեք, ձեր խիստ չկա դա։ Հարցը պատասխանեք։ Հարցում եմ պարոն Թերոն։ Դուք պատասխանեք ինձ փոխարեն։ Ես կողմ եմ Հայաստանի ինքնիշխանությանը։ Բայց ժամանակին ասում եք չի կարող նման բանում Տիգրանաշենի։ Արա գործիք նա Արել մի խոսեցի։ Նիկոլ Փաշինյանի խոսքի առանցքում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունն էր։ Երկրի ղեկավարը սկզբունքային է համարում այս հարցը որպես ներքին լեգիտիմության ամրապնդում։ Սահմանադրությունը պետք է ապահովի պետության երկարաժամկետ ընթացքի համար անհրաժեշտ աերոդինամիկա, էլի պայմանական, եւ աերոդինամիկան կարող է տուժել, եթե պատկերացումը հստակ եւ միասնական չլինի, թե ինչ ենք մենք ուզում ունենալ արդյունքում, ավտոմեքենա, ինքնաթիռ, թե տիեզերանա։ Հենց սրա համար է կարևոր, որ նոր սահմանադրության ընդունման հարակվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Նա ընդգծում է միջազգայինորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի հարցը։ Պաշտպանական տեխնոլոգիաների հասանելիությունն, ասում է, ավելացվում է անգամներով։ Իմ կոչն ու խնդրանքն է բոլորիդ վերցնել այս ասելիքը, այս խոսույթը եւ դարձնել ամենօրյա աշխատանքի հոգեբանություն եւ գիտակցություն։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։